Ռոբերտ Քոչարյանին, որ դուք բախտի բերմամբ կամ պատահմամբ, իսկ ես խիստ կասկածում եմ, միամիտ Երևանի փողոցներում քայլելիս տեսնեք, մոտեցեք եւ հարցրեք ինքը բացի Ռուսաստանի Դաշնությանը որպես հենարան դիտարկելուց, ում է որպես հենարան դիտարկում։ Էլ ում գաղափարներն է պատրաստվում է։ Դուք հավատում եք, որ Ռոբերտ Քոչարյանը կարող է Հայաստանի Հանրապետությունում, օրինակ, Եվրամիության դրոշի ներքո 2026 թվականի ընտրություններին մասնակցի կամ Հայաստանի Հանրապետության դրոշի հետ լավ դրոշի ներքո մասնակցի, շատ էլ դաշինքի անունը Հայաստան են դրել։ Դա չի նշանակում, որ այդ մարդիկ Հայաստանի Հանրապետության շահերն են սպասարկում։ Վարչապետը ինքն էր, չէ՞, ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ մամուլին հղում անելով ասում, որ դուք օտարերկրագործակալներ եք, շպիոններ եք եւ շատ ճիշտ էր ասում, իրականում կա այդ հիմնավոր եւ ողջամիտ կասկածը այդպիսի եզրահանգման գալու։ Մարդ, որ առավոտից երեկո կանգնում խոսում է միութենական պետությունից, Ռուսաստանի Դաշնության հետ խորը ինտեգրացիոն ինչ-որ ձևաչափերով շփումներից եւ վերևն Աստված ներքևը Վլադիմիր Պուտին տեսնելուց, այդ մարդուց էլ ինչ եք սպասում։ Ինչի Ռոբերտ Քոչարյանը մի հատ հարց ուղեք, էլի Պուտինին ուղված քանի հատ մեղադրանք ինքը իր հարցազրույցի ընթացքում նշեց, քանի անգամ Պուտինին մեղադրեց անուղակի կերպով սուտ խոսելու մեջ։